Վերջին 3 տարիների ընթացքում ինչ է փոխվել Անի համայնքի Բագրավան բնակավայրում։ Այս հարցին թերևս միանշանակ պատասխանեցին հենց իրենք բագրավանցիները, վերջերս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հերթական շրջայցի ժամանակ։ Նրանք միաբերան փաստեցին, որ գյուղը վերջապես ազատվել է 3 տասնամյակների ընթացքում կուտակված աղբից։ Բնակավայրում պարբերաբար կատարվել են սանմաքրման աշխատանքներ։ Անի կոմունալ տնտեսության աշխատակիցների կողմից համապատասխան տեխնիկայով մաքրվել է կուտակված աղբը, հեռացվել ու թափվել մոտ 250 մեքենա աղբ։ 2023-ից 25 թվականներին կատարվել են նաև սելավատարի մաքրման աշխատանքներ։ Այժմ արդեն Բագրավանը մաքուր է ու կոկ, լուսավոր է ու ապահով։ Ես առաջի հերթին կարող եմ ասել, որ այստեղ համայնքում հենց այն գիշերային լուսավորությունը, որ մենք տեսնում ենք եւ դա տեսանելի է մալուխների փոփոխությունները, որ կատարվել են, երբ որ գյուղացիները ուշ ժամի մի քիչ փորձում էին դուրս գալ գյուղամեջ մեկը մյուսի տներ թեկուզ այցելելու նպատակով, շատ մութ էր եւ տեղաշարժվել գրեթե անհնարին, իսկ հիմա շատ լուսավոր է, նույնիսկ մենք հպարտանում ենք, երբ որ գյուղի կողքով անցնում ենք եւ տեսնում ենք ինչքան եւ լուսավոր է եւ գեղեցիկ։ Աղբահանություն նախկինում չի եղել, հիմա աղբահանության հարցը կարգավորված է, ունենք 50 աղբամաններ, աղբահանության աշխատանքները նորմալ ժամանակին կատարվում է։ 2023-ից 25 թվականներին Բագրավան բնակավայրին տրամադրվել են նոր աղբամաններ, գյուղում արդեն առկա է 50 աղբաման։ 2024 թվականի գարնանը գիշերային լուսավորության հին մալուխները փոխարինվել են նոր սիպ մալուխներով, գիշերային լուսավորության հին լամպերը նոր LED լամպերով, շուրջ 90 հատ։ 2025 թվականին նաև գյուղի գլխավոր ճանապարհ Իսահակյան Արմավի անցնող ճանապարհը, որը գյուղի մոտով է անցնում, մոտ 1350 մետր երկարությամբ տարածքը լուսավորվել է, տեղադրվել է 36 LED համակարգեր։ 2023 թվականին իրականացվել է գերեզմանատան ցանկապատում։ Տարիներ շարունակ բագրավանցիները գնացքից օգտվել են մեծ անհարմարությամբ ու դժվարությամբ։ Անի համայնքի ղեկավարի հետևողականության արդյունքում խնդիրը կարճ ժամանակ անց լուծում գտավ։ 2025 թվականին կառուցվել է կիսակայարան, երկաթգծի կիսակայարան, տեղադրվել է սպասասրահ, 3 հատ LED լույսեր է տեղադրվել, բնակչությունը գնացքը լինում է, որ մութ ժամերին է գալիս գյուղ, քաղաքին օգուտ է, անձրևին, եղանակային ոչ բարենպաստ պայմաններում ժողովուրդը հիմա պաշտպանված են։ Երբ գնացքը գյուղով գնում էր, շատ դժվարություններ էր ստեղծվում բարձրանալ իջնելու հետ կապված գնացք, իսկ հիմա շատ հեշտ է դա դարձել նոր կառամատույցի շնորհիվ, ինչը իհարկե լիգովելու աշխատանք է, որ մենք տեսնում ենք։ 2023 թվականին Բագրավան բնակավայրի ջրամատակարար պոմպը փոխարինվել է նորով։ 2025-ին տեղադրվել է անասունների համար նախատեսված 20 մետր երկարությամբ խմոց եւ օգտագործվել է 190 մետր խողովակ։ Վարչական շենքի էլեկտրահաղորդման հին մալուխները փոխարինվել են նոր 80 մետր սիպ մալուխով։ Գյուղամիջյան փողոցները եւս ուշադրությունից դուրս չեն մնում, հաճախակի կատարվում են փողոցների փոսալցման ու հարթեցման աշխատանքներ։ Եթե հանկարծ վնասվում են ջրագծերը, ապա արձագանքը կայծակնային է։ Անի կոմունալ տնտեսության աշխատակիցների կողմից արագ փորվում են վնասված ջրագծերը, վերանորոգվում եւ նորից հարթեցվում։ Բագրավան բնակավայրում ամբողջությամբ վերանորոգվել հուշարձանի եւ խաչի լուսավորության ցանցը։ Ընթացքի մեջ է բնակիչների սեփականության վերադարձման գործընթացը։ Բագրավանի միջնակարգ դպրոցի դիմացի հատվածը պետական ծրագրով սալարկվել է։ Դպրոցի մասնաշենքի հին պատուհանները փոխարինվել են նորերով։ Դպրոցի տարածքը ցանկապատվել է ու ներկվել։ Վերջին 3 տարիներին ակտիվացել է նաև դպրոց համայնքապետարան համագործակցությունը։ Բագրավան բնակավայրի պատանիների ու երիտասարդների համար 2025 թվականին Անի համայնքապետարանի նախաձեռնությամբ դպրոցում բացվել է նկարչական խմբակ, որը գործում է մինչ օրս։ Երիտասարդների առօրյան ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելու նպատակով Անի համայնքապետարանի կողմից տրամադրվել է թենիսի սեղան լրակազմով։ Ուսումնակրթական ու մարզամշակութային ոլորտները համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հատուկ ուշադրության տակ են գտնվում։
Դպրոցի գերազանց առաջադիմության աշակերտը համայնքի մյուս բնակավայրերի դպրոցների աշակերտների հետ ուսումնաճանաչողական երրորդյա այցով եղավ Վրաստանում։ Ֆինանսավորումը կրկին Անիի համայնքապետարանինն էր։ Ամեն ինչ արվում է համայնքի յուրաքանչյուր բնակավայր, այդ թվում Բագրավանը ներգրավելու ցանկացած միջոցառմանը։ Երեխաների պաշտպանության օրը հունիսի 1-ին մուլտերոսների մասնակցությամբ երաժշտական միջոցառում է այստեղ անցկացվել։ Ամանորին բնակավայրին տրամադրվել են ամանորյա զարդարանքի համար անհրաժեշտ պարագաներ, փոքրիկ բագրավանցիներին էլ բաժանվել են նվերներ։ Անիի համայնքապետարանը 23-ից 26 թվականներին համագործակցում է նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ, որի շրջանակում Առաքելություն Հայաստան եւ Դիակոնիա բարեգործական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Բագրավանի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել է ձմեռային տաք հագուստի ու սննդի փաթեթներ, իրականացվել է վարելափայտի բաշխում։ Համայնքապետարանի բյուջեից պարբերաբար ֆինանսական օգնություն է տրամադրվել Բագրավանի սոցիալապես անապահով ընտանիքներին։ ATP բարեգործական կազմակերպության աջակցությամբ դպրոցի տարածքում տնկվել են դեկորատիվ եւ մրգատու ծառեր։ 2024-25 թվականներին բուսաբուծության պետական ծրագրից օգտվել է 41 բագրավանցի շահառու, իսկ 25-26-ին կօգտվեն 74-ը։ Տնտեսվարողների հետ առողջ համագործակցության շնորհիվ Անիի համայնքապետարանի կողմից տրամադրվել է 35 հեկտար հողատարածք, որից 10 հեկտարում արդեն տեղադրվել են արևային կայաններ եւ գործում են։ Մյուս մասում նախատեսվում է տեղադրել առաջիկայում։ Արդյունքում բնակավայրում կլինեն հավելյալ աշխատատեղեր։ Բագրավանցիներին աշխատատեղերով են ապահովում նաև բնակավայրում շահագործվող տուֆի հանքավայրերը։ Բնակիչների ակտիվության շնորհիվ այստեղ շուտով ֆերմերային տնտեսություններ կհիմնվեն։ Առաջիկայում եւս քանիցս ծրագրեր են նախատեսվում Բագրավանում։ Բնակավայրում նախակրթարան չկա։ Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետամուտ կլինի, որպեսզի գյուղում պետական որևէ ծրագրով նոր մանկապարտեզ կառուցվի։ Իսկ համայնքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների շարքում նաև գյուղամիջյան որոշ փողոցների հարթեցման աշխատանքները կընդգրկվեն։ Դրական տեղաշարժ ու բազում փոփոխություններ Բագրավանում դեռ շատ են լինելու։